քեզ Տեր Հիսուս, օրհնյալը լա քո սուրբ անունդ, ով փառահեղ Աստված, թագավորներու թագավոր, դերերու դեր, արքաներու արքա։ Հալելույա, ամեն։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, նախորդ պատգամին մեջ տեսանք, որ Ադամի մեղքով մարդը գործունեուց Աստծո կյանքը, իսկ Հիսուս Քրիստոս իր խաչով վերադարձուց այդ կյանքը։ Բայց այսօր մեկ կարևոր հարցում կա. եթե մարդը հիմա հավիտենական կյանք ունի, ապա ինչ կպատահի, երբ ան կմեռնի, այսինքն ֆիզիկական մարմինը կմեռնի։ Այս հարցումին պատասխանը Հիսուս ինք կուտա Ղազարոսի եւ հարուստի պատմությամբ։ Պիտի գարտամ Ավետարան Ղուկասի 16-րդ գլխու 19-րդ համարեն աղքատ Ղազարոսը։ Հարուստ մարդ մգար, որ ձիրանի ու փեհել կհակներ եւ ամեն օր փառավորապես ուրախություն գներ։ Ղազարոս անունով աղքատ մնալ գար, բերքերով լեցուն, որ անոր թրանը առջև դրված էր։ Ան կփափաքեր հարուստին սեղանին ինդակներեն իր փորը լեցնել։ Շուները գուկային եւ անոր վերքերը գլեզեին։ Աղքատը մեռավ, ու հրեշտակները Աբրահամի քոքը դարին զանիկա։ Հարուստն ալ մեռավ ու թաղվեցավ։ Երբ դժոխքը դանչանքի մեջ էր, հարուստը իր աչքերը վերցնելով հերվեն տեսավ Աբրահամ ու Ղազարոսը անոր քոքը հանգիստ նստած։ Այն ադեն աղաղակեց ու ասավ. «Հայր Աբրահամ, ողորմե ինձի ու ղրկե Ղազարոսը, որբեսի իր մասին, իր մատին ձայրը ջուրը թաթխե ու զովացնե իմ լեզուս, վասնզի այս փոցի մեջ կդանչվիմ»։ Աբրահամը ասավ. «Որդյակ, միտքդ բեր, որ թուն քու կյանքիդ մեջ քու բարիքները տարիր, նույնպես Ղազարոս չարիքներ, հիմա անիկա հոս կմխիթարվի ու թուն կդանչվիս»։ Այս ամեն բաներեն զատ մեր ու ծեր մեջտեղ մենք անտունդ մգա հաստատված, որբեսի ցեզի անցնիլ ուզողները չգրնան, ոչ ալատկե մեզի քալ ուզողները անցնին։ Անալսավ, ուրեմն գաղաչեմ քեզի հայր, որ զանիկա իմ հորս դու նղրկես։ Քանզի 5 եղբայր ունիմ, որբեսի երթա անոնց վկայություն տա, որ չլա թե անոնք ալ այս ճարճարանքին դեղական։ Աբրահամը սավանոր, անոնք Մոսեսն ու մարգարեները ունին, թող անոնց մտիգնեն։ Անալսավ, ոչ հայր Աբրահամ, հապա եթե մերելները մեկը անոնց երթա, պիտի ապաշխարեն։ Աբրահամը սավանոր, եթե Մոսեսին ու մարգարեներուն մտիկ չեններ, ուրեմն մերելները մեկը հարություն առնելու ալլա, պիտի չհամոզվին։ Ամեն։ Այս պատմությունը մեզի ինչ կսորվեցնի սիրելիներս։ Այս հարուստ մարդը ամեն օր սեղան կպատրաստեր։ Իր հաճույքներով զբաղված էր, իր մարդկային ցանկություններով լեցուն էր իր կյանքը։ Իր Աստծո ովևէ մեկ ձևով դեղ չէր տված իր կյանքի մեջ։ Բայց աղքատ Ղազարոսը ինքը ապավինած էր միայն Տիրոջը, իր հույսը դրած էր Տիրոջը վրա եւ ինքը ովևէ մեկ ձևով չէր դրտնչար։ Ուրեմն Ուրդեղան գիտնանք, որ աղքատ Ղազարոսը Տիրոջով ննչեց։ Ղազարոսը իր ամփոփ հույսը դրած էր Աստծո վրա։ Ղազարոս անունի իմաստը եբրայերեն կնշանակե Աստված օգնեց, այսինքն իր օգնությունը Աստծո էր։ Ինքը կսպասեր իր օգնությունը Աստծո։ Ինքը ոչ մի ձևով չէր դրտնչար։ Ինքը միայն ապավինած էր Աստծո վրա, իր հույսը դրած էր Աստծո վրա։ Ամեն։ Ուրեմն այս հարուստ մարդուն խնդիրը իր հբարտությունն էր, այսինքն իր հարստությունը չէր, այլ իր սիրտն էր։ Աստված երբեք չի դադարել մարդը հարստության համար, բայց կքննե, թե ուր է անոր սիրտը։ Այս հարուստ մարդը իր օրերը կանցներ շքեղության, խրախճանքներում եւ իր անձին հաճույքները փնտրելով։ Ամեն օր իր թուրը կգտնվեր Ղազարոսը, չէ՞։ Անոթի ցավերով լեցուն էր, օգնության գարուտ ուներ, բայց ան չէր ուզեր տեսնել զայն, անոր աչքերը բաց էին աշխարհի հաճույքներու, բայց Աստծո դեղ չկար իր կյանքի մեջ։ Ուրեմն այս պատմության մեջ կհասկանանք, որ հարուստը հբարտ էր սրտով, իր սիրտը գարզրացած էր, ինքը կգարձեր գրնա ծարայեցնել աղքատ Ղազարոսին, իբր ծարա տեսած էր։ Ուրեմն հարուստը տեսավ Աբրահամին, հայր Աբրահամի հետ սկսավ խոսել, չէ՞։ Մինչ այդ հարուստը գճանչնար Ղազարոսին, ամեն օր Ղազարոսը իր տան առջև նստած էր, բայց ինքը իր սիրտի թիրքը հբարտացած էր,
եւ ինքը գխոսեր հայր Աբրահամին հետ, այլ ոչ թե Ղազարոսին։ Ուզեց, որ Ղազարոսը իրեն ծառայել, բայց անգարելի էր, անգարելի։ Ուրեմն աստեղ կտեսնանք երկու հարուստներ։ Մեկը հայ Աբրահամը, որ դիրոճմով հարստացած էր եւ ամբողջ փառքը տված էր Աստծո, բայց մյուս հարուստը իր փառքին համար, իր հաճույքին համար գործած էր։ Ոչ էլ Աստծո բաժին տված էր, ոչ իր ժամանակեն, ոչ էլ իր հարստութենեն։ Եվ իր աչքերը գուրացած էր, ոչ էլ կտեսներ գարիքավորին։ Ամեն։ Ասիկա մեզի կհիշեցնե Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը Ավետարան Հովանու 3-րդ գլխու 19-րդ համարը պիտի կարդամ։ Եվ տեսնենք Հիսուս Քրիստոս ինչ կսե։ Լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ ավելի սիրեցին խավարը, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին։ Հարուստ մարդը լույսը մերժեց, ընտրեց իր անձը, իր հարստությունը եւ այս աշխարհի հաճույքները Աստծո գամքին փոխարեն։ Աստծո գամքը չփնտրեց կանի։ Անիկա գտեսներ Ղազարոսը, բայց իր սիրտը խավարով լեցուն էր։ Խավարը զինք գրծուցած էր։ Սիրիներ, այսօր նույն ընդրությունը մեր առջև կգանքնի։ Պիտի սիրենք լույսը, Հիսուս Քրիստոսը, դե պիտի սիրենք այս աշխարհի հաճույքները, մարդկային ցանկությունները։ Ով լույսը կընդունի, անոր կյանքը կփոխվի, սիրելիներ, անոր սիրտը կլեցվի սիրով, կթությամբ եւ ողորմությամբ, բայց ով լույսը կմերժի, ան կմնա խավարի մեջ։ Որքան ալ հարուստ, հաճողակ կամ պատվավոր երևի մարդոց աչքին։ Եվ այս պատմության մեջ տեսանք, չէ, որ հարուստը ինքը հոգին լուսավորվեցավ։ Երբ լուսավորվեցավ, երբ ինքը դժոխք կնաց։ Այսինքն իմաստություն ունեցավ, ճշմարտությունը գիտավ, որ ինքը սխալած է, ինքը Աստծո դեղ չէ տված, բայց ինչեն վերջ, ինքը դժոխք երթալեն վերջ, իր հոգին լուսավորվեցավ, այդ իմաստությունը ծեր կարավ, բայց արդեն ուշի մնացած էր։ Ուրեմն, սիրելիներս, հավիտենական գայնքը այստեղն է։ Երկրի վրա, երբ մենք կապրինք, որոշում ունենք։ Հավիտենական գայնքը, եթե կուզենք ստանալ, ուրեմն մենք պիտի ունենանք Քրիստոսը, Հիսուս Քրիստոսը, եւ խոսքը մեզի կսորվեցնե, խոսքը ճշմարիտ է։ Ամեն։ Ավետարան Հովանու 17-րդ գլխու 10-րդ համարը պիտի կարդամ։ Այս է հավիտենական կյանքը, որ ճանչնանք քեզ միմիան ճշմարին Աստվածդ ու Հիսուս Քրիստոսը որդուն ղրկեցիր։ Ամեն։ Սիրելիներ, հավիտենական կյանքը Աստծո հետ ապրող հարաբերությունն է։ Հիսուս ինքը ասավ, չէ, սիրելիներ, Ավետարան Հովանու 14-րդ գլխու 6-րդ համարի մեջ. Ես եմ ճամփան ու ճշմարտությունը եւ կյանքը։ Ամեն։ Ուրեմն մենք որոշում ունենք այս կյանքի մեջ, քանի մենք կամրինք, որոշում ունենք։ Երկու ճանապարհ կա։ Այս պատմությունը մեզի կսորվեցնե։ Ոչ թե հարուստի եւ աղքատի պատմությունը, այլ միայն երկու մարդու պատմությունը չէ։ Երկու ճանապարհ կա։ Այս պատմությունը մեզ այդ ցույց կտա, չէ՞։ Ավետարան Մատթեոսի 7-րդ գլխու 10-րդ համարը եւ 14-րդ համարը պիտի կարդամ եւ պիտի տեսնենք Հիսուս Քրիստոս ինչ կսե։ Նեղ թռնեն ներս մտեք։ Վասնսի լայնը այն դուրը ունտարցակ այն ճամփան, որտեւի գորուստ կտանի եւ շատ որ են անոնք, որ անգեգը մտնեն։ Վասնսի նեղի այն դուրը ունեղված է այն ճամփան, որտեւի կյանք կտանի եւ քիչ որ են անոնք, որ զանիգա կգտնեն։ Ամեն։ Նեղ ճանապարհը ինչն է։ Քրիստոսի ընդունումն է։ Քրիստոսի երբ որ մենք ընդունենք, հավիտենական կյանք ունենանք, չէ՞։ Ուրեմն, այս աշխարհի մեջ ամեն անձ գրեթե իր գամքը կփնտրե։ Բայց երբ մենք հայմերը գսենք, անկիր գսենք, կոց գսենք, քո գամքը թող լինի, բայց ոչ թե իմ գամքս։ Բայց նեղ ճանապարհը իսկական Աստծո գամքը փնտրելն է։ Ոչ թե միայն անկիրս եմ, բայց իմ գամքս կատարեմ, չէ սիրելիներս։ Շատ մարդիկ գսեն, այո, Աստծո գամքի համաձայն գնեմ, բայց մինչ այդ իրենց գամքն է։ Լայն ճանապարհը ուր կտանի, ուր որ հարուստ մարդը քնած։ Հիսուս Քրիստոս, սիրելիներ, ինքն է լույսը։ Հիսուս Քրիստոս ինքը ասավ.
Հիմա պիտի կարդամ Ավետարան Հովանու 8-րդ գլխու 13-րդ համարի մեջ։ Նայենք Հիսուս Քրիստոս ինչ կսե. Ես եմ աշխարհի լույսը, ան որ իմ յետևեն գուքա, խավարի մեջ պիտի չգալի, հապա գենաց լույսը պիտի ունենա։ Ամեն։ Հալելույա։ Սիրելիներ, այս խոսքը ընդհանրապես կգործածենք, երբ մեկը մահանա։ Ավանդություն է, սովորություն է, չեմ գիտեր, բայց կսենք, Աստված հոգին լուսավոր է երկնքի արքայության արժանանա, բայց այս խոսքը սուտ է, խաբկանք է, ինչու այս պատմությունը մեզի կսորվեցնե, եթե այս հարուստ մարդը մահացավ, դժոխք քնած, 5 հատ եղբայր ուներ, թողաղոթեին, որպեսզի իր հոգին լուսավորվեր եւ ինքը դժոխքեն անցներ հայր Աբրահամի մոտ, Ղազարոսի մոտ երթար այսինքն, բայց հայր Աբրահամին չսավ անթունդներ գա, անգարելի է որ ծեր գոմեն մեր գոմը անցնի, ոչ ալ մեր գոմեն ծեր գոմը կարելի է որ անցնի, այսինքն 5 հատ եղբայրը որքան որ գիշերվն է մինչև ցերեկ աղոթեն, անգարելի էր որ հոգին լուսավորվեր, այսինքն հոգին լուսավորվեցավ, գրծա հասկացնել, հոգին լուսավորվեցավ, իմաստություն ունեցավ, որ ինքը սխալ արած է այս երկրի վրա պետք է ինքը Աստծո տեղ տար, բայց ուշի մնացած էր, ինքը մնաց դժոխք, չկարողացավ ինքը երթալ հայր Աբրահամի մոտ։ Ուրեմն սիրելիներս, այս հարուստ մարդը ինքը իր հոգին լուսավորվեցավ, բայց շատ ուշ էր, ինքը իմաստություն ունեցավ, երբ դժոխք գնաց, բայց շատ ուշի մնացած էր։ Ինքը ովևէ մեկ ձևով փրկություն չստացավ, քանի ինքը երկրի վրա եղած ժամանակը ինքը դեղ չէր դված Աստծո։ Ինքը հավիտենական կյանք չունեցավ, քանի ինքը երկրի վրա հավիտենական կյանք չուներ արդեն։ Ինքը իր հաճույքներով զբաղված էր։ Ուրեմն ովևէ մեկ ձևով ով որ աղոթե իրեն, ինքը փրկություն չստանար, չստացավ արդեն եւ մնաց դժոխքի մեջ։ Այսինքն, երբ մեկը մահանա, ինչքան որ աղոթենք, հոգին չի լուսավորվիր, ինքը կմնա դժոխք, հավիտենական կյանք չունենար։ Սիրելիներ, եթե մենք Ավետարանը կարդանք, ճշմարտությունը կտեսնանք եւ կխնդրեմ Տիրոջմե, ով որ այս ցայնակությունը մտի գնե, իր հոգու աչքերը բացվի, հիմա իր հոգու աչքերը լուսավորվի այս երկրի վրա, որպեսզի ինքը փնտրե ճշմարտությունը եւ տեսնե։ Ճշմարտությունը փնտրելու համար, սիրելիներս, Ավետարանը պետք է կարդանք, Հիսուս Քրիստոս ինքը սա փնտրեցեք պիտի գտնեք։ Ավետարանը մեկ կողմ տնելով, առանց կարդալու չեք կրնար գտնել։ Ուրեմն, պիտի կարդամ 5-րդ գլխու առաջին թողտ Հովանու 5-րդ գլխու 11-րդ համարեն եւ տեսնանք այս խոսքը մեզ ինչ կսորվեցնե։ Եվ վկայությունը այս է, որ Աստված մեզի հավիտենական կյանք տվավ, ու այս կյանքը անոր որդին մեջն է։ Ան որ որդին ընդունած է, կյանք ունի։ Եվ ան որ Աստծո որդին ընդունած չէ, կյանք չունի։ Ամեն։ Ուրեմն այս խոսքը մեզի կսորվեցնե, Աստված մեզի կյանք տվավ հավիտենական, երբ մենք իր որդին ընդունենք։ Ոչ թե մենք բոլորս ալ գսենք, այո, ես ունիմ Հիսուս Քրիստոսը, այո, ես կհավատամ։ Հիսուս Քրիստոսը միան խաչելությունը եւ հարություն առնելը սիմվոլ եթե կճանչնանք, ադի հավատք չէ, ադի իսկական ճանաչողություն չէ։ Իսկական ճանաչողությունը, երբ մենք կգարտանք Ավետարանը եւ կփնտրենք եւ հաղորդակցություն ունենանք Տիրոջ հետ, հաղորդակցություն ինչպես որ մենք մեր զավակներուն հետ կխոսենք, մեր ծնողներուն հետ կխոսենք եւ պատասխան կառնենք, այսինքն հաղորդակցությունը, երբ դու կխոսես միայն քու պետքերը չես ասել աղոթքի ժամանակ, այլ կլսես Աստված ինչ կպատասխանե քեզի, Աստված խոսող հայր է,
Աստված կխոսի քարոզի միջոցով, Աստված կխոսի երազի միջոցով, Աստված կխոսի Աստվածաշունչի միջոցով։ Աստված գենթանի Աստված է, խոսող Աստված է։ Այդ ժամանակ կգտնակ իր գամքը եւ իր գամքի համաձայն կքալեք։ Ամեն։ Սիրելիներ, եթե մենք մեր սրտերը քննենք, հարցնենք, արդյոք ես կհետևեմ Հիսուս Քրիստոսին, իր խոսքը ջրակ եղած է, կքալեմ Աստծո որդու ճանապարհը, որդին ունիմ, եթե այո, ունիմ, ուրեմն խոստումը կպատկանի քեզի եւ ինձի։ Ամեն։ Ան որ կհավատա մահին գանքի անցած է, ոչ թե պիտի անցնի, այլ անցած է։ Այդ ժամանակ, երբ այս երկրային կյանքը ավարտվի, մահը վերջը պիտի չլա, այլ թուրմը թեպի այն Տիրոջ ներկայությունը, որ արդեն կճանչնաս ու կսիրես։ Ամեն։ Այսինքն հավիտենական կյանքը, երբ այստեղին ապրես, արդեն դու միայն որ ֆիզիկական մարմինը երբ մահանա, հոգիդ այդ ժամանակ Աստծո ներկայության մեջ կլա։ Ամեն։ Սիրելիներ, այսօր շատ բարդիկ գսեն, եթե Աստված նշան մտա, պիտի հավատամ։ Եթե հրաշք տեսնեմ, պիտի ապաշխարեմ։ Բայց Հիսուս Քրիստոս կսե, որ հավատքը կսկսի Աստծո խոսքը լսել է, ոչ թե հրաշք փնտրել է։ Պիտի դառնամ ուրեմն Ավետարան Ղուկասի 16-րդ գլխու 31-րդ համարեն։ Պիտի գարտամ եւ պիտի տեսնենք այստեղ այս խոսքերը մեզ ինչ կսորվեցնեն։ Աբրահամը սավանոր, եթե Մոսեսն ու մարգարեներու մտիկ չեն ներ, ուրեմն մերները մեկը հարություն առնելու ալլա, պիտի չհամոզվին։ Ամեն։ Ուրեմն սիրելիներս, այս խոսքերը եղած էր, երբ Հիսուս Քրիստոս նորեն մերներեն հարություն արավ, չէ՞։ Եվ իր գերեզմանը բարապ էր, բայց շատ մարդիկ չհավատացին։ Նույնը այսօրալ շատ մարդիկ կընդունին Հիսուս Քրիստոսը եւ կհետևին իր ճանապարհին Հիսուս Քրիստոսի։ Շատ մարդիկ կմերժեն Քրիստոսը, կմերժեն Աստծո որդին, կմերժեն լույսը եւ կմնան նույն վիճակի մեջ, ինչպես որ հարուստը եղավ։ Անորոմար սիրելիներս, արթնանք եւ փնտրենք ճշմարտությունը, որբեսի մենք այդ ճանապարհի մեջ չինանք, ունենանք հավիտենական կյանք այս երկրի վրա եւ շարունակենք եւ փոխադրվենք հաջորդ երկինքը։ Ամեն։ Սիրելիներ, այս պատմության մեջ մենք տեսանք, որ հայր Աբրահամը ասավ. Մոսեսն ու մարգարեները ունին, որբեսի հարուստ մարդ ուզեց ինքը փրկե նույն խնդիրի մեջ չինա իր 5 եղբայրները։ Հայր Աբրահամը իրեն այդպես պատասխանեց, չէ՞։ Ուրեմն մենք այսօր Մոսեսեն եւ մարգարեներն ավելի ունենք ամբողջ Աստվածաշունչը, ունենք Հիսուսի ավետարանը, ունենք Սուրբ Հոգիի վկայությունը։ Ամեն։ Հետևաբար Աստված մեզի կհարցնե. ոչ թե հրաշք տեսար, տեսար արդյոք հրաշք չհարցնեն ադի, չէ, այլ իմ խոսքս լսեցիր եւ հնազանդեցար։ Մեր վստահությունը, մեր ապահովությունը, մեր ուրախությունը, մեր խաղաղությունը, մեր ցնծությունը միայն Քրիստոսի մեջ է։ Եվ այս երկրի վրա կտեսնանք, չէ, որ մարդիկ կփնտրեն ապահովությունը, վստահությունը ուրիշ տեղեր։ Գուցե այո հարուստ չես, բայց կփնտրես քո ապահովությունը, օրինակ, եթե Եվրոպա երթամ, այդտեղը առավել ապահովություն կա, այդտեղ առավել ամսականը դրամս ապահովված է։ Ադալ խապկանք է սիրելիներ, քանի ադա ժամանակավոր է։ Դու քեզի կգարտես ապահով տեղ ես, բայց պիտի կա այդ ժամանակը, որ ամբողջորս այս թրնեն պիտի անցնենք հավիտենական կյանքի, չէ։ Այդ ժամանակ ճիշտ հարուստի վիճակը գինանք, ճիշտ հարուստի վիճակը իսկական։ Եթե սիրտդ խստացուցեր ես եւ չես եկած Քրիստոսի, նույն բարակայի մեջ գինաս։ Ժամանակավոր դու կկարծես, որ ամեն ինչ ապահովված է, բայց ի վերջո ժամը քան է, ուշ կլա։ Սիրելիներ, բոլորս եւ ընդունին Քրիստոսը որպես մեր Տեր եւ Փրկիչ։ Ամեն։ Սիրելիներ, այսօր այս աշխարհի մեջ երկու ճանապարհ կա։ Միջին ճանապարհ չկա։ Կամ Քրիստոսի ճանապարհն է,
որ նեղե, բայց կտանի հավիտենական կյանք, կամ աշխարհի ճանապարհն է, որ լայն է, բայց կտանի կորստյան։ Ամեն։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, եթե Աստծո խոսքին վերաբերյալ հարց ունիք կամ աղոթքի գարիք կսկաք, ազատորեն գրեցեք մեզի։ Ուրախությամբ պիտի աղոթենք ձեզի համար։ Եվ Աստծո խոսքին համաձայն պիտի պատասխանենք ձեր հարցումներուն։ Եթե այս պատգամը օգնություն եղավ ձեզի, կհրավիրենք, որ հետևիք այս էջին եւ բաժանոտ դառնաք, որբեսի մեր հաջորդ պատգամներն ու ուսուցումները եւս հասնեն ձեզի։ Տերը օրհնե ձեզ, բահե ձեզ եւ իր խաղաղությամբ լեցնե ձեր սրտերը։ Հալելույա։ Ամեն։